Իսկ արդյոք մեր պրոֆիլի նկարը կարևոր է, թե ոչ։ Ձեր պրոֆիլի նկարը ամենակարևոր ֆակտորներից մեկն է, գործատուն ձեզ հետ կաշխատի, թե չէ։ Ցավոք, այո, եթե օրինակ նայենք CV-ների մեջ, CV-ի մեջ դիսկրիմինացիա է համարվում նկար տեղադրելը, քանի որ դա հնարավորություն կտա ընտրել մեկին ըստ նրա նկարի, քան ավելի նրա հմտությունների։ Սակայն ապորքում նկարը շատ կարևոր է եւ ցանկալի է, որպեսզի ունենաք ավելի մուգ բեքգրաունդով նկար, որպեսզի եթե սպիտակ ֆոն ունենաք, սպիտակ ֆոնի վրա կամ սև ֆոնի վրա չի երևա ձեր նկարը։ Մուգ ֆոնի վրա գեղեցիկ նկար թեթև ժպիտով կամ առանց ժպիտի արդեն ինչպիսին դուք ձեզ պատկերացնում եք։ Կարևոր է, որ գործատուն տեսնի եւ ձեր նկարը նրան վստահություն ներշնչի։ Շատ հեռվից չլինի, շատ մոտիկից չլինի, շատ պրոֆեսիոնալ չլինի եւ նաեւ շատ casual ոճի մեջ չլինի։ Այսինքն պետք է գտնեք ոսկե միջինը։ Ապորքում չկա հստակ շաբլոնային համակարգ, թե ոնց պիտի անեք ինչ-որ բան, ինչ նկար տնեք։ Այո, կան հստակ օրենքներ, որոնց պետք է հետևեք, որոնք մենք այսօր քննարկեցինք, բայց հստակ շաբլոնային համակարգ, որ արեք այս 10 կետերը եւ կհասնեք հաջողության, չկա, քանի որ միշտ պետք է անալիզ անեք ամեն գործը, գործատուին, ձեր պրոֆիլը, փոփոխություններ կատարեք, տեսնեք, օքեյ, օրինակի համար 1 ամիս անցավ, դիմել եմ 10 աշխատանքի եւ ոչ մեկ չի պատասխանել, չեն նայել անգամ իմ աշխատանքը, ինչն եմ փոխում, փոխում եմ իմ պրոֆիլի ինչ-որ նկարագրությունը, նկարես եմ փոխում, cover letter գրելու ձևն եմ փոխում, skiller հատվածում ավելացումներ եմ կատարում։ Ինչը կախված է ձեզնից, պետք է անեք։ Հնարավոր է անգամ ձեր օգտագործած search term-երը, որով որ դուք գործ եք փնտրել, այդքան էլ տեղին չեն եւ ավելի կարճ կամ ավելի երկար keyword պետք է գրեիք, որպեսզի ավելի լավ աշխատանք կարողանայիք գտնեիք։ Էքսպերիմենտներ պետք է անեք, առաջին 2 ամիսը հեշտ չի լինելու, բայց երբ որ դարձաք rising talent եւ top rated, արդեն աշխատանքը ինքը իրենով գալու է ձեզ մոտ եւ գործատուները հնարավորություն են ունենալու ձեզ հրավիրել աշխատանքի դիմելու եւ ձեր այդքան ծախսած ժամանակը եւ էներգիան հետ է գալու ձեզ։ Կարևոր է, որ ճիշտ positioning անեք ձեզ, ճիշտ ներկայացնեք ով եք դուք, ինչ եք անում, ինչ ոլորտի համար եք աշխատում եւ հաջողությունը կհետևի ձեզ։